Ձեր կարծիքով ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագա իշխանությունը։ Հայաստանի ապագա իշխանությունը անկախ դրանից ինչ կուսակցություն կգա իշխանության գլուխ, պետք է նախ եւ առաջ անաչառ լինի։ Եվ ոչ թե մոտիկ ծանոթներ հավաքեն իրեն շրջապատը, այլ ուղղակի ման գան։ Ինձ թվում է այդպիսի մարդիկ Հայաստանում շատ կան։ Կապ չունի դա որ կուսակցությունից է, հայ մարդ, գրագետ, կիրթ մարդկանց հավաքագրեն եւ երկիրը երկիր դարձնեն։ Հայերեն մտածեն, երկիրը հզորացնեն, ոչ թե հայավարի մտածեն, փորները կշտացնեն։ Ճիշտ ասած, ուզում եմ շատ լավ ղեկավար ունենանք, որը չկա, ոչ նախկինների մեջ, ոչ ներկաների մեջ, ապագայում էլ չեմ տեսնում որևէ մեկին, որ կարող են վստահել։ Որպես մարդ լավ մարդ, հայրենասեր ամենաառաջի հերթին։ Ժողովրդի մասին մտածող, ժողովրդավար երկիրը լինի։ Չգիտեմ, ես կոռուպցիա չլինի, տականքներ են, ղեկավարություն չունենք, թե քաղաքապետարանը, թե թաղապետարանը, թե կառավարական ափսոս շենքերն են ափսոս, թե չէ դիրեկտորներ կարելի է բենզին լցել սաղին վառել։ Իրանք ափսոս չեն, շենքերն են ափսոս։ Իմ պատկերացումները ժողովրդամետ, ինչ պետք է լինի։ Ժողովրդասեր պետք է լինի։ Ճիշտ մեր երազանքն էլ լավ լինի։ Երազանքով եկել ենք, բայց ցավով հեռացել ենք։ Մի քիչ ավելի խիստ, մի քիչ ավելի խորամանկ, մի քիչ ավելի խելացի, մի քիչ ավելի պատրաստված։ Քիչ է այդ հատկությունները, որ ունենա։ Իսկ ներկայիս իշխանություններից գոհ եք։ Ոչ, դժգոհ եմ, որ գոհ չի ասի, որ մի քիչ ավելի։ Բայց ես լավադես չեմ ապակային նկատմամբ, որովհետև այս ընթացքով մենք իրար փզկտելով դեղ չենք հասնիր։ Երբ որ միապանություն չլա, համագործակցություն չլա, եւ մարդիկ պետք է իրենց սխալները անդրադառնան եւ սրբակրելու մասին մտածեն։ Ես դակավին 2 տարի է որ Հայաստան եկած եմ, ես Սիրիայեն եմ, բայց լավադես չեմ, եթե մեր մտածելակերպը չփոխվի դժվար է։ Միայն Հայաստանի ղեկավարությունը պետք է լինի իմ կարծիքով ազգային վարի հայանպաստ քաղաքականություն ի օգուտ ժողովրդին, որպեսզի միաժամանակ կարողանա պաշտպանի հայ ժողովրդի շահերը։ Դա գիտես ինչ, պատասխան տամ, ոնց որ էշը ցեխից հանելա։ Ով կարա ասի։ Ոչ ոք չի կարա ասի։ Դեբիլավ է։ Հույս կա դեբիլավ է։ Շատ վատ է։ Շատ վատ բաներ եմ գիտում։ Լավ բան չեմ տեսնում։ Լավ բան տեսնում չեմ ես։ Չէ, ապագայի մասին է խոսքը։ В дальнейшем как будет, а? Դե տես մարդ տեսնում չեմ ես, կարամ չեմ չնանչիմ։ Հասկացաք ես ինչու ուզում ասեմ։ Ասում ես, это ինտերակցիոն անական, չէ։ Ես ոչ մեկին չնանչիմ չում։ Ոչ մեկը կա ոչ ասը, հենդո ջան, Որոքման ջուրյունակ անա, կարա սողը մշակես, մին բան վարես, չկա տես բաներ, ապագան ոնց կարող է լավ լինի։ Թոշակ չկա նորմալ վար ստանաս, դեղ առնես աշկդ կպցնես։ Հասկացաք շատ դժվար բաներ կա։ Բայց ովանյակ, դες մարդ չկա, դες մարդ դες ջիմ չում, ովա էդի։ Հիմա դուք գոհ եք մեր հիմիկվա ապագա, մեր իշխանությունից գոհ եք դուք։ Դե մենք էլ գոհ չենք, կուզենայի որ ամեն ինչ նորմալ լիներ, թեկուզ մենք առաջվանին ենք միշտ թերագնահատում, բայց ամեն դեպքում այն ժամանակ գոնե մի քիչ անհոգ էինք ապրում։ Ուրեմն ես գալիս եմ հենց թաղապետարանից, վճարել եմ բանի ես տարվա գույքահարկը, տարվա զիբիլի հարկը։ Մենակ ապրում եմ։ Սեփական տունա հաշվել ենք 24000 ես վճարել եմ գույքահարկ կրկնակի թանկացած 100%-ով թանկացած եւ այդ աղբն էլ նույն ձևի 24000 էլ աղբ եմ վճարել։ Հայաթում ունենք չօգտագործվող գարաժ, որը արդեն քանդվելու վրա փլեք գարաժ է։ Այդ մտցրել են ապրում եմ 45 քառակուսու մեջ։ Մնացածը չի օգտագործվում։
Տունը 200 կանի տունա, էմի հարկը չեմ օգտագործում վերևինը, ներքևինն էլ 47 քառակուսի է։ Ասում եմ պետք է վճարես եւ այն դե գույքը հարկը համաձայն եմ վճարել եմ։ Հա, աղբի հետ ինչ կապ ունի այն գարաժ, փլեկ գարաժն ու պատվալը աղբի հետ ինչ կապ ունի։ Դե էլ արդեն ապրել չէ, դի գոյատևել է։ Այդ հեսի խուլիգանություն է, այդ աղբի փողը մի հոգի մարդ եմ ասում ամբողջ տարածքի համար պետք է վճարես։ Մի հոգին 24000 դրամ ինչի համար վճարեմ։ Այդքան, յանը մտամ շատ ենք հասցնում, ես ինչ որ բանից օգտվեք, մի հատ էլ այդքան աղբ